Պատահական չէ, որ կանանց միջազգային օրը նշվում է մարտի 8-ին։ Գարնանային այս տոնը զուգորդվում է կյանքի զարթոնքի եւ գեղեցկության պաշտամունքի հետ։ Այն խորհրդանշում է կանացի հմայքն ու սերը, մայրության աստվածային սկիզբն ու երջանկությունը։ Գյումրու քաղաքապետարանը հաճելի անակնկալ էր պատրաստել գյումրեցի կանանց եւ աղջիկներին։ Ծաղիկներն ու շնորհավորական բացիկները թեկուզ ոչ բոլորին, սակայն գոնե շատերին մի պահ կտրեցին իրենց հոգսերից ու երջանկություն պարգևեցին։ Առավել հաճելի եւ ուրախալի էր, երբ Գյումրիում իրենց ծառայությունն իրականացնող զինվորականներն էին ծաղիկներ նվիրում անցորդներին։ Սա այն օրն է, երբ ցանկացած տղամարդ գլուխ է կոտրում, թե ինչպես տոնն անմոռանալի դարձնի սիրելիի համար։ Ու թեև կանայք տարբերվում են միմյանցից արտաքին տեսքով, մազերի ու մաշկի գույնով, սակայն մեկ հարցում ընդհանուր են. բոլորն էլ կանացի երջանկություն են ուզում։ Ցավում է իր ընտանիքի բոլոր անդամների համար։ Դրա համար էլ արժանի է նա շնորհավորանք։ Հենց լույսը բացվել է, առաջի հերթին շնորհավորանքներն է եղել։ Ու ես շնորհավորել եմ իմ ընտանիքի անդամներին։ Ամենայն բարիքներ, ուրախություն, երջանկություն, հաջողություն։ Ես նրանց դա եմ ցանկանում։ Շնորհավորում եմ բոլորիս մարտի 8-ը, կանանց միջազգային տոնը, ու հայկնոջը ես մի վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ մանավանդ, որ տղամարդիկ ավելի շատ վերաբերմունք ունենան մեր նկատմամբ, որովհետև արժանի են նրանք մեր կանայք վերաբերմունքի լավ։ Բոլորին աշխարհի տակ ինչքան կին, քույրեր, երեխաներ, փոքրիկ բալիկներ կան, բոլորին շնորհավորում ենք մենք ու կցանկանանք առողջություն, երկրի խաղաղություն, որ մեր մայրերը ուրախանան իրենց զինվորներով, իրենց բալիկներով ուրախանան։ Շնորհավորում եմ բոլորին մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ բոլոր մեր մայրիկներին, տատիկներին, քույրիկներին, որպեսզի նրանք առողջ լինեն, սպասեն մեզ, մենք կմիանանք նրանց ու մնացածն արդեն սաղ լավ կլինի։ Մամ ջան, շնորհավորում եմ մարտի 8-ը, մեռնեմ ջանիդ։